Կինը զուգարանում գտավ տղամարդու դի։ Սա ամենասկանդալային դեպքերից մեկն է, որը տեղի ունեցել Ճապոնիայում, ու մինչև օրս մնում է չբացահայտված։ Դուք մասնագետների, որոնք կտրում եւ հեռացնում են այդ խողովակը ջրի, հա, որից հետո մեջտեղից կիսելով գտնում են տղամարդու դի։ Այս ամենը շատ տարօրինակ է ու տղամարդը պարզվում է թե ով է։ Նոյոկի կանոին տնից դուրս գալով գնում է աշխատանքի, սակայն անցնում է 3 օր, նա չի վերադառնում, չի կապվում տանեցիների հետ եւ դիմում են ոստիկանություն։ Ոստիկանություն դիմելուց հետո նաեւ գտնում են տղամարդու մեքենան, որի բանալին լինում է դեռ մեքենայի մեջ, ինչպես նաեւ դուռը կողպված չի լինում մեքենայի, այսինքն նա մոտակայքում է, մեքենայից է դուրս եկել, չգիտեմ որտեղ գնաց է, դա գտնում են ֆերմայի տարածքում, որտեղ կա նաեւ գետ, որին վերադառնալու ենք հեսա։ Հիմա կասեն վարկածները, իսկ դու մեկնաբանություններում գրի թե որն է ասես ճիշտ։ Առաջին վարկած տղան ինքնասպան է եղել եւ գետը նետվել, ինչի արդյունքում գնացել խողովակի մեջ է հայտնվել։ Սա ամենաանհեթեթ վարկածներից մեկը կարող է հանդիսանալ, քանի որ նա կոնկրետ պոզայով է հայտնվել եւ չկա լոգիկա ինչու է առանց վերնազգեստի եղել, միայն եղել պիջակը ձեռքին։ Երկրորդ վարկածը նրան ստիպել են որպեսի դա անի, այսինքն ինչ որ մեկը նրան փորձել է շանտաժի ենթարկել կամ չգիտեմ սպանել թեկուզ ու իրեն ստիպել որպեսի մտնի այդ խողովակի մեջ, որին նորից կրկին շատ դժվար է հավատալ, քանի որ ըստ հոր, ավելի շուտ ըստ տանեցիների եւ նրա գործընկերների խոսքերով տղան չուներ որևէ թշնամի, բայց երրորդ տարբերակը, որը նաեւ իր գործընկերները եւ ընկերներն են ասել, այն է, որ տղան սիրել է ուղղակի հետևել կանանց, նրանց աչք դնել տարբեր տեղերից եւ ըստ վարկածի նա ինքնակամ է մտել, նաեւ նրա դեմքը եղել է այնպես, որպեսզի նա կարողանա տեսնի ով է նստում, այսպես ասեմ, ու նա այդ ամեն ինչը նայել է։ Մեկնաբանությունում գրեք թե որ տարբերակն է ճիշտ։